Այտուցներ, թմրածություն, ցավեր ծայրամասերում, դրանք կլինեն ձեռքեր, ոտքեր, աչքեր, ինչու է օրգանիզմը կուտակում ավելորդ հեղուկ։ Սիրելիներս, մենք ունենք երկու հետաքրքիր համակարգ, արյունատար անոթները եւ նրան զուգահեռ ավշային անոթները։ Եվ եթե արյունատար համակարգը ակտիվանում է սրտի մղումով, մկաններով, երակների փականների կծկումներով, ապա ավշային համակարգը արյունից մոտ 300 անգամ դանդաղ է շարժվում։ Եվ եթե հաշվենք 24 ժամում նոր մեկ շրջան է կազմում, հատկապես եթե դուք նստակյաց կենսակերպ եք վարում։ Պարզվում է, որ ավիշը շարժում է միայն հարվածների, շարժումների օգնությամբ։ Իսկն մեկ ցիկլը կատարում է ընդամենը 1 օրում։ Պատկերացնում եք ինչու ենք այսօր այսքան տոքսիկացված, թունավորված եւ կանգային երևույթներով ծայրամասերում։ Նույնը կատարվում է նաև ձեր ներսում, եւ որpիսի դա ակտիվացնեք, ամենամեծ պոմպը դա ստոցանին է։ Դրա համար խորհուրդ են տրվում ջրային մարզումները, հատկապես լողը, բայց եթե դուք չունեք ճիշտ շնչառություն եւ կամ չունեք հարմարություն լողալու, ինչպես ակտիվացնել ավշային համակարգը։ Այստեղ օգնության են գալիս լիմֆոդրենաժային հատուկ տեխնիկաները։ Դրանցից մեկը դա ավշային ներսումն է կամ լիմֆոդրենաժը։ Դրանք կատարվում են հատուկ ապարատային մեթոդներով, այսօր մենք ներկայացնում ենք նորագույն տեխնոլոգիաներ, որոնք շատ կարճ րոպեների ընթացքում այդ 1 օրվա ցիկլը, պատկերացնում եք, կարող են կատարել։ Նաև շատ հաճելի պրոցեդուրա է, ընդամենը 1-2 սեանսից այտուցները սկսում են իջնել, հոդացավերը, թմրածությունը վերանում է, մարմնի ջերմաստիճանը գալիս է բալանսի։ Նաև ասեմ, որ շնչառական մեր մարզումները, եթե անգամ տնային պայմաններում շարունակում եք կատարել, հավասար է 1 ժամը, 5-6 ժամ լողին։ Հասկացանք, եթե կան տարիքային խնդիրներ եւ հնարավորություն չկա մարզվել, վազել, գոնե կատարում ենք շնչառություն եւ որոշակի շարժումներ։ Սիրելիներս, ես մեր էջերում միշտ տալիս եմ լիմֆատիկ համակարգը ակտիվացնող վարժություններ, բայց եթե ունեք լուրջ խնդիրներ այտուցների եւ տոքսիկացիայի հետ, դիմում ենք Airoflex գրելով ավիշ բառը։